Մաշամեն ջաներ մեր եթերում սիրահարվել է սիրտը ստեղծագործությամբ, շատ սիրուն տեսալովակ, ներդաշնակ, վաու, շնորհակալություն։ Այո, շատ լավն էր, իդեպ մեր տաղավարում մարդիկ են, ովքեր որ վաղուց են սիրահարված իրանց աշխատանքին եւ իրար, այո, անկախ նրանից թե երկրաժամանակ նույնիսկ արդեն ընտանիք են կազմել, բայց միևնույն է միմյանց նայում են այնպիսի աչքերով, որ կարծես թե 2 օր առաջ են սիրահարվել միմյանց։ Այդ տենց պիտի լինի ցանկացած ընտանիքում ամեն ինչ իդեալական լինի, բայց խոսելու ենք այլ թեմայի շուրջ եւ այսպես հայ պարարվեստի լեգենդար գործիչ, պարուսույց, մանկավարժ, Հայաստանի Պարապետական անսամբլի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր բալիսմեյստեր Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Կարապետյանը տոնում է իր ծննդյան հոբելյանական 75-ամյակը։ Հունիսի 15-ին ժամը 19-ին Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ժողովրդական երաժշտության եւ բարի ազգային կենտրոնի վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի Պարապետական անսամբլը մեծ շուկով կնշի պարարվեստի վարպետ եւ լեգենդար գործիչ Գագիկ Կարապետյանի հոբելյանական տարեդարձը։ Մեր հյուրերն են Հայաստանի Պարապետական անսամբլի պարախմբի արտիստներ Ռաֆիկ Հարությունյան եւ Անժելան Բեյբության։ Լույս բարի առավոտ, շատ շնորհակալ ենք, որ առավոտը կիսում եք մեզ հետ։ Մենք եւս շնորհակալ ենք շատ հրավերի համար։ Շնորհակալ ենք շատ։ Ես հետաքրքիր նախ ինչքան ժամանակ ա դուք վարպետի հետ կապ ունեք, աշխատել եք իր հետ եւ եկեք մի փոքր ավելի հետ գնանք, երբ որ առաջին անգամ ծանոթացել եք նրա հետ։ Պարոն Կարապետյանը ծանոթացել ենք դեռ պարարվեստի ուսումնարանից, նա եղել է մեր բաժնի վարիչը։ Այո։ Ուսման տարիներից ենք ճանաչում, բայց Պարապետական անսամբլի բեմադրությունները, երբ որ արդեն մտել ենք Պարապետական անսամբլ, նա այդ ժամանակ չի աշխատել, բայց ճանաչել ենք իր բեմադրությունները, իմացել ենք, որ սա Գագիկ Կարապետյանի բեմադրություններ է ու առանձնացել է ամեն պարը յուրահատուկ ձևով առանձնանում է իր բեմադրությունները, օրինակ իմ կարծիքով չկա Հայաստանում պարող կամ պարից հասկացող մարդ, մի օրինակ կարամ բերեմ, խոսքի օրինակ, որ չասեն, բայց ձեր քոչարին ուրիշ է, ու այդ բեմադրությունը Գագիկ Կարապետյանն է, ու տենց շատ պարեր կա, որ հիմնական բեմադրությունները Գագիկ Կարապետյանի բեմադրություններն է, այս վերջում շորոր բեմադրեց աղջիկների վրա, Հանինա վերականգնեց, էլի որ ամենահայտնին Հայաստանն է, ճիշտ է թե ոչ։ Ամենահայտնի երևի եւ Զարթոնքը, որը որ իր կարծեմ առաջի բեմադրությունն է, ու մենք էլ ենք շատ սիրում այդ բեմադրությունը, իր առաջի բեմադրությունն է Պարի անսամբլում։ Այս հոբելյանական համերգին էլի ներկայանալու ենք Զարթոնքով, շատ հիանալի պար է, բոլորս սիրում ենք։ Իսկ ո՞րն է նրա ամենակարևոր ազդեցությունը Հայաստանի Պարապետական անսամբլի վրա։ Իմ կարծիքով իր գիտելիքները ամենակարևորը, որ չկա մարդ, որ չզգա իր գիտելիքները, իր բազան, եթե կարող ես իր փորձը, ինքն էլ եղել Պարապետական անսամբլի պարող ու պարողի հոգեբանությունը անգիր գիտի, ինքը որ մի բան մեզ ասում է, որ պետքա սենց անենք, կամ բեմադրությունը տենց է պատկերացնում, արդեն մեր համար հասկանալի է, որ ինքը դա դաժե իր վրա երևի պատկերացրել է ու փոխանցում է մեզ։ Ու իր համեստությունը, որ մենք շատ ենք գնահատում, շատ ենք սիրում իրան, փոխադարձ հարգանքի մթնոլորտը, մի խոսքով նա։ Եվ իրականում հենց հաջորդ հարցս դա էր, մասնագիտական կամ մարդկային որ հատկանիշն է, որ առաջինը հիշում է պարողը իր մեջ։ Ամենակարևորը այդ համեստությունն է, հա, որ փորձում է հասկանալ թե երիտասարդին, թե մեծ տարիքով պարողին չկա ինչ-որ մի բան, որ պարոն Կարապետյանին կասենք ու կասի չէ, փոխադարձ հարգանքը միշտ կա եւ սերը, իհարկե, հրաշալի։ 75-ամյակ, այո, եւ վստահ եմ, որ յուրաքանչյուր անգամ, երբ որ դուք բեմ եք բարձրանում, շատ կարեւոր եւ պատասխանատու է, անկախ ամեն ինչից, թե որքան է ձեր փորձը եւ պրոֆեսիոնալիզմը, բայց այս անգամ երևի էլ ավելի մեծ ոգեվորությամբ, մեծ պատասխանատվությամբ եք բարձրանալու, որովհետեւ կարծես թե ամփոփիչ ինչ-որ համերգ լինի, թե մենք սխալվում ենք։ Դե մեր ամեն ամիս լինում է, մեր հերթական համերգները լինում է ամիսը 1 կամ 2 անգամ կամ միգուցե ավելի, բացի շրջագայություններից Երևանում օպերայի ակադեմիական թատրոնում լինում է մեր մենահամերգները, ես առանձնանում է նրանով, որ հոբելյանական համերգ է, մեր վարպետի 75-ամյակն է, ծրագրում ներգրաված են միայն նրա բեմադրությունները, այդքանով առանձնանում է ու ավելի ոգևորվածությամբ ենք պատրաստում այսօր բան, որովհետև իմ կարծիքով վարպետներին պետքա մեծարենք իրանց կենդանությանով ու ինքը այն մարդկանցից մեկն է, որ մենք իրոք այդ օրն էլ ցույց ենք տալու, թե ինչքան ենք իրան սիրում, ինչքան ենք մեծարում,
Խոսքով։ Իսկ ընդհանուր ծրագրից կան մանրամասներ, կարող են չակերտներ բացել, թե կա ի վերջո գաղտնի Չակերտներ որ չբացենք, բայց օրինակ համերգի սկիզբը Նորով ենք ներկայանալու միշտ մեր հանդիսատեսը սովոր է, որ բարիպետական անսամբլի համերգը սկսում է ավանդական բերդ բարով։ Այս անգամ տարբերվելու է հենց Հոբելյանի հետ կապված այլ ձևով ենք։ Կլինեն իհարկե նոր համարներ եւս կլինեն, բեմադրությունը կոչվում է Երևան։ Նոր համարել ունենք։ Եվ նաև սիրված համարներն էլ կլինեն, որ հանդիսատեսը արդեն սովոր է տեսնել, գնահատել է արդեն։ Շատ լավ։ Այսօր երբ երիտասարդների հետաքրքրությունները հաճախ փոփոխվում են, ինչպես է հնարավոր պահպանել ազգային բարի նկատմամբ սերը ու հետաքրքրությունը։ Իմ կարծիքով դրանով էլ կարանք անդրադառնանք էլի մեր վարպետներին մեծերին, որ իրանք ինչ փոխանցել են մեզ, մենք էլ փորձում ենք փոխանցել մեր երիտասարդ սերունդներին։ Օրինակ մենք էլ ունենք մեր դպրոցը, բարային դպրոցը ստեղծած, որտեղ որ մենք էլ ենք իրանց փոխանցում ենք։ Օրինակ հուլիս ամսին ունենք բաց դաս, որ ես մեծ ցանկություն ունեցա, որ պարոն Կարապետյանն էլ ներկա գտնվի մեր բաց դասին, որ իմ աշակերտներն էլ տեսնեն իրան, ճանաչեն, շփվեն, գնահատեն, փորձի փոխանակում լինի։ Մի խոսքով, այն ինչը որ փոխանցում են մեր մեծերը մեզ, մենք էլ աշխատում ենք նույնը փոխանցենք ու սերմանենք մեր երիտասարդ սերունդների մեջ։ Բայց կա ինչ որ խորհուրդ կամ մի արտահայտություն կամ մի միտք, որը որ դուք չգիտեմ, երբևիցե լսել եք պարոն Կարապետյանի կողմից եւ այդ միտքը, այդ կարգախոսը, այդ արտահայտությունը ձեզ հետ այս ամբողջ ճանապարհի ընթացքում կարծես թե ձեր կողքին քայլում է եւ դուք դա փոխանցում եք, ինչպես որ նշեցիք, երեխաներին։ Այսինքն մի գաղափար, որը որ տպավորվել է ձեր մեջ, երբ որ դուք լսել եք միգուցե ուսումնարանի տարիներին կամ այս ընդհանուր ձեր գործունեության տարիների ընթացքում լսել եք եւ ձեր մեջ այսպես ասած դա մնացել տպավորվել եւ օգնում է առաջ գնալու նորը ձեռք բերելու, բացահայտելու։ Հա, օրինակ մի առիթի ժամանակ ինքը մի հատ արտահայտություն արեց, որ դա իմ մեջ տպավորվել է, անսամբլին էր վերաբերվում, ոնց որ ժողովի նման մի բան էր, փոխանակումներ շատ է լինում։ Ինքը ասաց, որ պարտադիր չի դուք սիրեք ինձ, պարտադիր չի, որ դուք սիրեք իրար ու արտահայտեք դա, դուք կարաք դա արտահայտեք ձեր աշխատանքի միջոցով։ Նախ առաջինը սիրեք ձեր աշխատանքը, սիրեք ձեր կոլեկտիվը, որը որ գնահատեք, այո։ Չես կարող չնկատես, որ մարդը սիրում է։ Ու ասաց, այդ սերը ինստինկտիվն է լինելու։ Եթե դուք սիրում եք իմ բեմադրությունը, սիրում եք իմ բարը, անկախ ամեն ինչից դուք կարտահայտվեք թե չէ, ուրեմն նշանակում է, որ դուք ինձ էլ եք սիրում։ Օրինակ դա տպավորվել է իմ մեջ, որ ամենակարևորը սիրեք աշխատանքը, փոխադարձ հարգանքը, բարենք փոխադարձ հարգանքը, մնացածը ինքն իրան ստացվելու է, ուզես թե չուզես։ Իսկ հարցս ուզում եմ ուղղել Անժելային։ Ձեր կարծիքով ինչով է հայկական պարը տարբերվում աշխարհի մյուս ազգային պարարվեստներից։ Կնշեմ առաջինը նազանքը, հայկական պարը աղջիկների մասով եմ ասում, շատ նազանք կա իր մեջ, հոգի կա, եթե դու հոգով չպարես, սիրով, նազանքով, դա մի անգամից նկատելի է դառնալու հանդիսատեսին, հա, առաջնային հենց դա տղաների բարի մեջ ավելի շատ ոգին, այդ առնականությունը, հաղթական, հայկական բարը տարբերվում է հոգով, հա, եթե հոգի չդնես, այո, եթե հոգի չդնես բարի մեջ, հանդիսատեսը մի անգամից դա նկատելու է։ Եթե մյուս ազգերի բարերի մեջ կարող ես ուղակի շարժումներ անել, հա, հայկական բարի մեջ չկա դա։ Հայկական բարի մեջ պիտի առաջինը բարի հոգին։ Դե առանձնանում այս թվում նրանով, որ մենք հայ ենք, արդեն գենն էլ է խոսում դրա մեջ։ Մեր տարազներով, չէ՞, մեր տալներով, բոլոր ինչով շատ։ Ամեն ինչով։ Ես երբ որ մենք խոսում ենք այս շատ սիրուն մշակույթը կրող ու այս բնագավառի ներկայացուցիչների հետ, շատերի մոտ օրինակ սովորական, հա, հասարակ մեր մականացումների մոտ կա կարծիք ձևավորված, որ պարուսույցը պարզապես սովորեցնում է շարժումները, հակնում են շորերը, դուրս են գալիս բեմ, պարեցին, չէ, իջան, շնորհակալություն, այսքանով սահմանափակվեցին, չէ։ Բայց կարծում եմ առաջին հերթին դուք եք այդպես առաջնորդում, օրինակ պարոն Կարապետյանը վստահ դա էլ է ձեզ սովորեցրել, որ առաջին հերթին պետք է լինես շատ լավ հոգեբան, որովհետև առնչվելով նաև աշխատելով երեխաների հետ, պետք է այդ
այդ կապը գտնել, այսինքն միայն սիրուն ապարելով չէ այդ ամեն ինչ, այ ինչ հեշտ է գտնում լեզուն, այսպես ասած երեխաների հետ, որովհետև նոր սերունդը երեխաները իրենք մի փոքր ավելի այլ են, ունեք հիշենք մեզ, հա, եւ մենք մի փոքր ուրիշ ենք եղել, համեստ լուր, իսկ իրենք համարձակ են, խոսող են, արտահայտվող, կարծիք հայտնող եւ ինչ որ բան առաջարկում են, կարող է փոխենք կա նման բան, թե ոչ։ Իհարկե կան։ Լինում է դեպքեր, որ երեխաներից էլ ենք մենք ինչ-որ մի բան սովորում։ Օրինակ իմ աղջիկն էլ պարում է, ու իմ աղջիկը, որ խոսքի օրինակ իրան ասում են մի հատ երաժշտություն են միացնում, ասում են մի հատ ինչ կանեիր ստեղ, մի բան բարի, ունես բաներ կարող անի, որ մենք այդ չենք պատկերացրել։ Սիրուն ինչ-որ մի ձեռքի շարժում անի, որ դու հասկանում ես, որ 8 տարեկան երեխուց էլ կարաս ինչ-որ մի բան սովորես։ Ու իմ կարծիքով այդ շատ կարևոր բան է, որ անընդհատ դու սովորես, կրթվես։ Անը փորձի փոխանակում եք։ Իսկ ինչը վերաբերում է մեր անսամբլին, երեխաների հետ աշխատանքը այլ է, իսկ մեր անսամբլում աշխատանքը այնքանով առանձնանում արդեն, որ պարոն Կարապետյանի համար էլ, որ այնտեղ արդեն երեխաներ չեն, բոլորը բարեստությունն ավարտած, պրոֆեսիոնալ պարողներ են արդեն մասնագիտացված, եւ բայց դա չի նշանակում, որ անսամբլում ինչ-որ մի բան չեն սովորում։ Անընդհատ ամեն օր ինչ-որ մի նոր բան սովորում ենք, թե բեմադրությունների առումով, թե առհասարակ կյանքում։ Իհարկե ամեն օր ինչ-որ մի նոր բան ենք սովորում ու մեր կարևորությունն է նրանում կայանում, որ անընդհատ կոպիտ ասած գողանանք այդ բազան, ուշադիր լսենք ինչ է խոսում պարոն Կարապետյանը, ինչ է ասում, այստեղ ոնց մտածեց ինքը ու այդ ամեն ինչը ոնց որ վերցնում ենք մենք էլ փոխանցում ենք մեր սերունդներին։ Նամանավանդ, երբ որ մի գաղափարի շուրջ հավաքում են ձեր պես տարբեր տաղանդավոր պրոֆեսիոնալ պարողներ, տարբեր փորձերով, սա շատ մեծ ու կարևոր է, ինչով նաև ձեր համար է փորձի փոխանակում, անկախ ինչից թե դուք որ լեվելի վրա եք, միևնույնն է սա միշտ սովորելու տեղ կա։ Բնականաբար։ Եվ կարծում եմ այս համերն իրենով կրկին շատ մեծ տարբերություն է տալու, որովհետև մի բեմում այդքան պրոֆեսիոնալներ ի վերջո այլ համերգ են, այլ գույներ են լինելու կարծում։ Իհարկե։ Այս համերգին ավելի ոգևորված ենք պատրաստվում, քանի որ եւս մեկ առիթ է գնահատելու մի մարդու, ով իր կյանքի ամբողջ ուղին կապել է պարարվեստի հետ։ Ու հենց Պարի պետական անսամբլի։ Հենց Պարի պետական անսամբլի հետ մեծանուն վարպետի համար է հոբելյանական համերգը։ Չգիտեմ, մեծ ոգևորվածությամբ ենք պատրաստվում։ Սիրով հրավիրում ենք բոլորիդ, մեր հանդիսատեսին եւս կիսելու մեզ հետ այդ գեղեցիկ օրը։ Սա շատ լավ հնարավորություն է նաև, կարծում եմ հուսանք տուրիստները կտեսնեն սա եւ իրենք էլ իմ կարծիքով պետք է հետաքրքրված լինեն ու ներկա գտնվեն համերգի, որովհետեւ նամանավանդ մեծ հոսք ունենք տուրիստների ու իրենց շատ հետաքրքիր է մեր մշակույթը, մեր պատմությունը, նամանավանդ մեր բարերը, որովհետեւ տեսնելով մի պար, նույնիսկ մի պար, իրենք ապշած այսպես վերանդրեբաց մնում են, որովհետև իսկապես այն պարերը, որ մենք ունենք, այն էներգիան, որը որ փոխանցվում է մեր պարի միջոցով, իմ կարծիքով թող չնեղանան ոչ մեկ, բայց ես ոչ միտեղ ամենայն դեպս չեմ տեսա այդ էներգիան, որը որ կա մեր մոտ։ Ես օրինակ լիովին համակարծիք եմ քեզ հետ, բայց նաև շատ սիրում եմ վրացական բալետային անսամբլներից Սուխիշվիլի Ռամիշվիլի խումբը։ Ինձ համար նրանք եւս ֆանտաստիկ են, բայց դա մեր հայրը։ Մեն ուրիշ է։ Դե չէ, մենք միշտ սիրում ենք մեզ գովանք, մեզ օրինակ մեր անսամբլին, մեր անսամբլի շատ են համեմատում օրինակ Սուխիշվիլիի հետ, ոնց որ իրանք Վրաստանի Պարի պետականն է, մենք Հայաստանի Պարի պետականն ենք, չնայած շատ տարբեր է մեր ծրագրերը, ընդհանրապես նմանություն չկա, բայց աշխատելավոճը, այդ շրջագայությունները, նմանություններ այդ առումով ունենք, բայց պարի առումով ինձ թվում է մեր հայկական պարերը այնքան տարբեր ու այնքան բազմազան են։ Այդ մի առիթով պարոն Կարապետյանն էլ ասեց, որ մեր հայկական պարի շարժումները աշխարհում երևի ամենաշատն են։ Աշխարհի բոլոր պարերի շարժումներից հայկականը ամենաշատն է, որ թվերի վերածենք շարժումների քանակը, շատ է մեր շարժումների բազան։ Բարդ մաթեմատիկա։ Իսկ ինչը վերաբերում է համերգին, հենց այդ մթնոլորտում էլ անցնում է մեր համերգները, հիմնականը տուրիստներ են լինում, մեր հանդիսատեսը կարոտած, Պարի պետականին մարդիկ են գալիս, որ չգիտեմ 10 տարի, 15 տարի Հայաստանում չեն եղել ու իրանք հենց Պարի պետականը կարոտած եկել են տոմս են գնել ու համերգի վերջում էլ երևի չկա մի մարդ, որ չպարի։ Մեր համերգի ֆինալը հիմնականում լինում է
քոչարիով ու ուրախ վերվերիա ոնց որ երաժշտությունը ու որ նայում ենք ամենավերջում մեր պակլոնի ժամանակ հանդիսատեսը բոլորը ոտքի է, բոլորը ապարում են, բոլորը ծափարում են, դա մեր համար այն որ ամեն ինչ է։ Բարողի համար դա ամենակարևորն է։ Վստահ եմ, պարոն Կարապետյանի համար բոլոր համարներն են շատ կարևոր, ամեն մեկն իր տեղն ունի, բայց արդյոք կան ինչ-որ կառանձնացնենք համարներ, հա, որոնք իր համար միգուցե այլ տեղ են զբաղեցնում կամ ինքն ավելի ուշադիր է կամ չգիտեմ շատ է որ top-ովի համարներ են, հա, այսպես ասած, թե չէ, թե չունենք նման բան։ Բոլոր համարներն էլ ինձ թվում է կարևոր են։ Մի հատ բան նշեմ, որ կարևոր չի իր բեմադրությունը լինի, որ ինքը դրան շատ ուշադրություն դարձնի։ Օրինակ մեր լեգենդար պարեր ունենք, որ Կինտոն իր բեմադրությունը չի Վանուշ Խանաբերյանին, նա կակաչները, որ էլի մեր ամենօրյա ինտենսիվ աշխատանքի մեջ ամեն օր էլի մաքրվում է, ուղղվում է, փորձում ենք իդեալականացնել։ Մեր ամենօրյա աշխատանքը հենց այդ իմաստն ունի, որ բացի մեր դասական դասից, որը որ պետքա ֆորմայի մեջ լինենք ամեն օր պետքա պարապենք, հետո լինում է արդեն հայկական դասի փորձը։ Ու ամեն օր այդ ծրագիրը անցնում ենք ու հենց այդ է միտքը, որ իդեալականացնենք այդ բառերը։ Բայց չունեք սիրելին, որ ասեք Ջոբյախուշտանա կամ չգիտեմ Բերտնակոչյանն օրինակ ձերը։ Իմ համար Բերտն է ամենասիրելի բառերից մեկը, Կինտոներն է շատ սիրելի բառ։ Վերջի ժամանակ դու վերևի հատվածում ես։ Հա։ Երկրորդ հարկում։ Հա, միշտ երկրորդ հարկում եմ եղել, այս վերջի ժամանակահատվածներում արդեն ես եմ թռնում պարում, երևի դրա համար եմ շատ սիրում։ Հա։ Կինտոներն եմ շատ սիրում, արդեն ասեցի, պարոն Կարապետյանի բեմադրությունից Քոչարին եմ շատ սիրում, Շորոր Հանինյանն եմ շատ սիրում։ Խոսքով երևի չունենք անսամբլում այտենց պարային համար, որ չսիրենք հելա։ Հիմա սրանք առանձնացրեցի, բայց մնացած համարները իմ համար, չգիտեմ, ես միշտ բարեպետական անսամբլի ֆանատ եմ եղել ու որ դեռ չէի աշխատում, այդ պարերը շատ էի սիրում, ամեն համերգին ներկա էի գտնվում։ Ես մտածում եմ նույնիսկ չես դուք նշեցիք, որ մի նոր գործ է լինելու, չէ՞ որ քոչել է Երևան, բայց այնքան հարուստ է մեր մոտ այդ ցանկը, գործերի, որ տպավորություն է, որ կարիք չկա նորությունների, չնայած այն ժամանակներում ենք ապրում, որ ի վերջո հանդիսատեսը սիրում է ինչ-որ նոր բան տեսնելու, ինչ-որ զարմանք ապրելու, անկախ նրանից, թե դուք օրինակ Քոչարին կամ Բերտը, որը որ ապարում եք, ամեն անգամ ապարում եք նոր էներգիա եք տալիս, բայց նորություն ի վերջո պետք է։ Այո։ Հա, դա էլ է գալիս հենց պարոն Կարապետյանից, այո։ Ինքը ինչ եկել է, արդեն երևի 15-16 նոր բեմադրություն ունենք, հա, մի ամբողջ ծրագիր։ Հիմա որ մենք կարանք առանձնացնենք, մի համերգին ներկայանանք լրիվ այլ ծրագրով, մյուս համերգին ներկայանանք լրիվ, օրինակ այս համերգին լրիվ այլ ծրագրով ենք ներկայանում, մենակ իր բեմադրությունները, նոր բեմադրությունները եւս, այսինքն անընդհատ ինչ որ նոր բան ինքն էլ է ուզում ստեղծի, ու ստեղծում ամեն օր ինչ որ մի նոր բան է։ Աշխատանքի մեջ։ Ոնց որ դրանով մեր համար օրինակ ինքը ոչ մի բան էլ չանի, արդեն իր այդքան արածը հերիք է, բայց մեր համար էլ է հաճելի, որ անընդհատ ինչ-որ նոր բեմադրություն ենք սովորում, ինչ-որ նոր պարով ենք ներկայանում։ Ու այդ էլ իր դժվարություններն ունի, որտեվ եթե կա մի հատ օրինակ զարթոնքի պես պարային համար, շատ դժվար է այնպես պար ստեղծես, որ իր կողքը նայվի էլի, որտեվ կա այդպես ստեղծագործություններ, կա այդպես պարեր մեր անսամբլում, որ իր կողքը պարելու համար պետք է շատ լավ բան բեմադրես, որ այդ պարից հետո կարողանաս ելույթ ունենաս։ Բայց պարոն Կարապետյանը այո փորձում է անել այնպես, որ զարմացնի հանդիսատեսին, մեզ, ինչու՞ չէ։ Շատ լավ։ Ու գիտեմ, որ միևնույն է փորձեր ունեք, միևնույն է հանդիպելու եք, աշխատելու եք, բայց ինչ կմաղթեիք վարպետին։ Կունենաք հնարավորություն իրան դա ասելու, բայց ամենակարևորը առողջություն։ Ամենակարևորը առողջություն, անսամբլի գլխից միշտ անպակաս լինի, մեր գլխից միշտ անպակաս լինի, որովհետև ոնց որ ասացի։ Ես համար պատիվ է, այո, իր հետ աշխատելը, իր հետ մի փորձասրահում լինելը, գտնվելը միշտ ինքը լինի այնքան լավ։ Շատ լավ։ Մենք էլ շնորհակալ ենք ձեզ։ Եվս մեկ անգամ հիշեցնենք հունիսի 15-ին ժամը 19-ին Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում շորտական երաժշտության եւ բարի ազգային կենտրոնի վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի բարի պետական անսամբլը մեծ շուկով կնշի արվեստի վարպետ եւ լեգենդար գործիչ Գագիկ Կարապետյանի հոբելյանական տարեդարձը։ Մենք նախապես սրտան շնորհավորում ենք ու կարծում եմ, որ եթե գտնեք ժամանակ, եթե sold out չի արդեն, գտեք ժամանակ, վերցեք տոմսեր եւ գնացեք ընկերներով երեխաների հետ, որովհետեւ շատ հետաքրքիր է լինելու եւ
ամենակարևորը հայկական ոգին, այդ էներգիան, տրամադրությունը տիրելու է ողջ երեկոյի ընթացքում։ Շնորհակալ ենք շատ։ Իսկ մեր հյուրերն են Հայաստանի բարեպետական անսամբլի պարախմբի արտիստներ Ռաֆիկա Հարությունյան եւ Անժելա Բեյբությանը։ Ընդմիջվենք, խոսել ենք այլ կարևոր թեմայի շուրջ, արդեն առողջության մասին ենք խոսելու, մնացեք մեզ հետ, շատ հետաքրքիր է։